Միացյալ Նահանգները եւ Իրանը երկրորդ օրն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցնում։ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ այս գիշեր կրկին հզոր հարված են հասցնելու Իրանին։ Ռազմական գործողությունները վերսկսվել էին, երբ Հորմուզի նեղուցի տարածքում խոցվել էր ամերիկյան ապաչի ուղղաթիռը։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ շուրջ 50 թոմահոքր թիռ է արձակել Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Պայթյուններ են որոտացել Բանդեր-Աբբաս նավահանգստում, Թեհրանի երկնքում թռչող սարք է նկատվել։ Երկրի հարավում թիրախավորվել են հոփամակարգեր, ռադարներ, հրամանատարական եւ ԱԹՍ-ների կառավարման կետեր։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նաև տեղեկացրել է Օմանի ջրանցքում իրանական նավթով բեռնված լցանավ խոցելու մասին, որը ըստ ամերիկյան կողմի փորձել է խախտել ծովային շրջափակումը։ Ըստ իրանական կողմի ամերիկյան ուժերը նաև փորձում են վնասել երկրի ջրային ենթակառուցվածքը։ Իրանն էլ 12 բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ տեսակի կործանիչների տեղակայման վայրին եւ այլ կարևոր օբյեկտների Հորդանանում։ Հաղորդվում է, որ թիրախներ են խոցվել Քուվեյթում եւ Բահրեյնում։ Թեհրանից նաև հայտնել են, որ փակել են Հորմուզի նեղուցը բոլոր տեսակի նավերի, այդ թվում նավթատարների եւ առևտրային նավերի համար։ Այս պահին ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն կողմերը սպառնում են շարունակել պատերազմը եւ ընդլայնել դրա աշխարհագրությունը։ Մենք հարվածելու ենք նրանց եւ շատ ուժեղ, նրանք պետք է ստորագրեն համաձայնագիրը։ Դա շատ լավ գործարք է, որը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ Ինչ որ պահի շատ մոտ էինք համաձայնագրին, բայց նրանք փորձում են մեզ խաբել, հիմարացնել։ Սակայն ունենք բանակցված փաստաթուղթ, որը Իրանը պետք է ստորագրի։ Մինչդեռ նրանք անընդհատ ժամանակ են ձգում։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, կվերացնեն Իրանը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ամբողջական վերահսկողություն հաստատել իրանական նավթի եւ գազի շուկայի նկատմամբ, ինչպես դա արեց Վենեսուելայում։ Նախագահի խոսքով ամերիկյան ուժերը կարող են գրավել Հարկ կղզին, որը հանրապետության նավթի արտահանման գլխավոր հանգույցն է։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, չեն ցանկանում ցամաքային գործողություն իրականացնել, այլապես Թրամփի ձևակերպմամբ դա ի վիճակի էին անել հենց վաղը։ ԱՄՆ նախագահը հավելել է, շարունակում են Թեհրանի հետ բանակցությունները, սակայն Իսլամական Հանրապետության կարողությունները թուլացած են։ Նրա խոսքով միայն անցած գիշեր $250 միլիոն ռազմամթերք են կիրառել Իրանի դեմ։ Իսրայելից էլ հայտարարել են, որ հրեական պետության զինված ուժերը բերված են պատրաստության բարձր մակարդակի եւ կարող են գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ։ Թեհրանն իր հերթին հորդորում է ձեռնպահ մնալ հանրապետության նկատմամբ ագրեսիվ գործողություններից։ Հիմնվելով իր կարողությունների, ազգային միասնության եւ համերաշխության վրա, Իրանը վճռականորեն կդիմադրի ցանկացած ճնշման եւ սպառնալիքի։ Իսկ տրանսպորտային ցանցերին, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման եւ այլ ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքները ոչ թե ուժի ցուցադրություն են, այլ հուսահատության նշան։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն էլ մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ի հարվածները գործնականում անիմաստ են դարձնում հրադադարը եւ խաթարում դիվանագիտական կարգավորման ջանքերը։ Գերատեսչությունը նախազգուշացրել է, հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։ Իրանի արտգործնախարարը նաեւ զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ, Աբբաս Արաղչին քննադատել է ՄԱԿ-ի անգործությունը, նշելով, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության վատ թարացման։ Դիանա Գասպարյան, լուրեր։